պատահեց Նովգորոդանոսի որդու հետ։ Աման էտեք է պարսին, դատար գտնվեցիր իմ առաջ, քեզ կշռեցի, եւ դու թեթև գտնվեցիր իմ առաջ, թեթև դատար կամ թագավոր էր, այն արժեքը, որ ուներ ստացել էր Նաբուխադանոսի որդին, չարժեքավորեց երկյուղով չկավ Աստծո առաջ, այն հարգանքը, պատկառանքը չտվեց, չստացեց Աստծուն եւ իր խնջույքին համենած հրավիրված թավակույթին, որ ուտում խմում շվայտ կարգավիճակեր ու ուրախ ցնծություն պար ծափծնգոց ու Աստծո տաճարից կամ Աստծուն պատկանող արժեքներով, ամաներով, սկուտերներով, թե գավաթներով սկսեցին գինի խմել Աստծուն պատկանող իրերով։ Դնում եք, որ Աստծո ցանկացած մասով, Աստծո ցանկացած իր, որ պատկանում է Աստծուն, չի կարելի ուղղակի sense մոտենալ մատերիալանքով նայել, վերաբերմունք անգամ պատկառանքով պիտի լինի, հասկանում եք։ Եվ ինչը վերաբերում Աստծուն, անգամ խոսքը, քարոզը դա կոնը չէ, դա Աստծուն խոսքն ես դու մատուցում եւ հարիր ըստ արժանվունս եւ երկյուղած Աստծո ներկայությունը քո վրա լինելով ավելի Տերը կարժեքավորի քեզ եւ քո միջոցով ավելի զորությամբ խոսքը կհնչի, սակայն երբ որ Տերը տենում է ոտի գցած Աստծո խոսքը սիգարետ պերանա կամ ձերքին Աստվածաշ չափեր կանել որ պիտի երկյուղած մոտենալ չկարելի